Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը իրականացնում է թվով 7 ակտային գրանցումներ, այդ թվում ծննդյան, հայրության ճանաչման, ամուսնության, ամուսնալուծության, անվանափոխության, որդեգրման և մահվան պետական գրանցումները։ Այս մասին ասուլիսին հայտնեց Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը։ Ըստ նրա 2025 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին թվայնացվել են ծառայություններից 6-ը, բացառությամբ որդեգրման ակտային գրանցման ծառայության։ Որդեգրումը, ինչպես գիտենք, իրականացվում է համապատասխան դատարանի կողմից կայացրած օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պարագայում ծննդյան ակտային գրանցման մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ, հիմք ընդունելով որդեգրման դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այսինքն երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծնողների վերաբերյալ տեղեկությունները, նույնիսկ ծննդյան ժամանակը կարող է փոխվել։ Ըստ Յայլախանյանի թվային գաղափարի հիմքում դրված էր այն խնդիրը, որ էլեկտրոնային հարթակների համակցման արդյունքում ստանալ տվյալներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան ակտային գրանցում իրականացնելու համար։ Չնայած թվայնացման գործընթացին պաշտոնյան նշեց, որ նշված բոլոր ակտերի գրանցումները կարող են իրականացվել նաև թղթային տարբերակով, քաղաքացիների կողմից ՔԿԱ կենտրոններ այցելելով։ Վերջինս նշեց, որ քաղաքացիները ակտիվ օգտվում են թվային տարբերակից, դիմումներ մուտքագրում էլեկտրոնային եղանակով, ինչն ունի մի շարք առավելություններ։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն էլեկտրոնային ստորագրություն եւ ունեն ցանկություն դիմելու ու ծառայությունը էլեկտրոնային ստանալու, կարող են հեշտությամբ իրականացնել արդեն եւ ամուսնության վերաբերյալ տեղեկատվությունը ծնողների եւ երեխայի ծննդի պետական ծննդի վերաբերյալ տեղեկանքը, որը գեներացվում է համապատասխան հիվանդանոցում էլեկտրոնային եղանակով, հնարավոր է ստանալ եւ լրացուցիչ փաստաթղթեր վերցնելու եւ ՔԿԱ սպասարկման կենտրոն այցելելու այլևս անհրաժեշտություն չկա։ Քաղաքացու անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար գերատեսչությունն անտանգայի մի շարք միջոցառումներ է կիրառել, ասաց Յայլախանյանը, հավելելով, որ գործիքակազմից ճիշտ օգտվելու պարագայում բացառվում են հնարավոր խարդավանքները։ Մենք էլեկտրոնային դիմելու հնարավորություն ստեղծել ենք միայն էլեկտրոնային ստորագրության պարտադիր առկայությամբ, արդեն իսկ ստուգվում է, որ անձը ինքն է ստորագրում, ուղղակի որպես խորհուրդ կտամ որևէ մեկին իրենց էլեկտրոնային ստորագրությունը կամ էլեկտրոնային ID քարտը չտրամադրեն։ Բանախոսը ընդգծեց նաև, որ սույն թվականի ապրիլի 6-ից սկսած ՔԿԱ սպասարկման գրասենյակների աշխատակիցները օրենքի ուժով համարվում են քաղաքացիական ծառայողներ։ Նա հիշեցրեց, որ նախկինում ՔԿԱ աշխատակիցներին նշանակում էին համայնքները։